Բանկարապետյան, լավ դուք ոնց եք այսօր հերթական ձայնագրությունն հրապարակվել, որ մարդկանց դաշիր ընկերությունների վրա եք գրանցում ռուսաստանցի գործարարների վզին եք դնում, ոնց կարձագանք եք։ Ոնց կարձագանք եք ներողություն։ Չեմ լսել, չեմ լսել, բայց 3 առաջի օրվանը լսել եմ, ինչքան ես հասկացա, ինչքան ես հասկացա, տրանսպորտի տեղափոխման հարցի քննարկումը ներկայացրել են որպես մարդկանց շահագրգռ են։ Կոնկրետ գումարների մասին ախոսվում, մեկին 50,000, 70,000, մինչև 300,000, ընդհանուր ինչքան է նախատեսված այդ ընտրակաշառքների համար, ու ինչի են տարբեր թվերը։ Հետաքրքիր հարցեր եք տալիս, եկեք մի հատ էլ բանանը, եթե մի մարդ, Կարապետյանը չէ, համահունչ կապիտալով մարդ, փորձի այդ ճանապարհով գնա, հաստատ բոլորը կզգան, այդ ճանապարհով մենք չենք գնում, մենք գնում ենք արդար ընտրության ճանապարհով, իսկ հակակոռուպցիոնի ղեկավարությանը նշանակում է մեր հակառակորդ ուժի ղեկավարը Նիկոլ Փաշինյանը, պարզ է, որ իրանք յուրաքանչյուր խոսակցություն գումարի մասին կփորձեն ներկայացնել այդ ֆոնով, բայց վստահ եղեք, որ Հայաստանի ժողովրդին որևէ մոտիվացիա պետք չէ մերժելու երկրում տնտեսական արդարության ուղղությունները արդարությունը երկրում ոտնատակ տված տնտեսությունը աչքաթող արած առաջնորդին փոխելու համար մեր ժողովրդին ոչ մի մոտիվացիա պետք չէ, հիմնական մոտիվացիան արդեն իսկ պայլաձևն է այն առաջնորդի, որը մեր քաղաքացիների հետ շփում է շատ անարգալի տոնով։ Պարոն Կարապետյան, որ ապացուցվի, որ ձեր բոլոր համակիրներն են եղել իսկապես վճիռներ լինեն, էլի կշարունակեք հերքել այս բոլոր ձայնագրությունները, որոնք արդեն վստահ եմ արդարությունը եւ ամեն ինչը պարզ լինի։ Բարև ձեզ։ Վստահ եմ արդարությունը վաղ թե ուշ պարզ է լինելու եւ մարդիկ տեսնելու են իրականությունը, ինչպես հարյուրավոր անգամներ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ թույլ տվեք ասել ձեր լրատվամիջոցը սխալ անկյունից է ներկայացրել ճշմարտությունը։ Պարոն Կարապետյան, ձեր համակիրներից մեկն էլ այսօրվա ձայնագրության մեջ դժգոհում էր, որ գումարը չեք տվել եկել է հրապարակ, մենակ քյաբաբեկերը գնացել, հնարավոր չէ, հնարավոր է սադրի չէ, հնարավոր է ձեր ֆինանսավորող ուժի ղեկավարի կողմից ուղարկված սադրիչները, բոլորը սադրիչ չեն, դուք ոչ մի բան վստահ եղեք, եթե այդ ճանապարհով մեկը փորձի գնալ այս միջոցներով, հաստատ կզգացվի։ Մենք արդար ընտրության ենք գնում ու կոչ ենք անում գնան արդար ընտրության բոլորը։ Սուտ բաներ չտարածեն, այն ճիշտ ուղով շարժվող մարդկանց մասին սուտ բաներ չտարածեն։ Պարոն Կարապետյան, վերջին հարցը ներողություն։ Ընտրանքս որ փորձեմ շարունակել ընտրանքը։ Վերջին հարցը Պարոն Կարապետյան, այսօր Սամվել Կարապետյանն ասում էր, որ պատրաստ չի ընդդիմադիր լիդերի կարգավիճակին։ Ներողություն։ Այսինքն եթե ընդդիմություն լինեք, չեք վերցնի ձեր մանդատները։ Մենք փոխելու ենք այս իշխանությանը, որովհետև նա հիասթափեցրել է հայ ժողովրդին։ Մենք փոխելու ենք, ասում եմ, մենք փոխելու ենք այս իշխանությանը, որովհետև նա հիասթափեցրել է հայ ժողովրդին, նրանով որ խոսք է տվել արդարություն, բերել է ճնշումներ, խոսք է տվել տնտեսական բարեկեցություն, աղքատությունը նույն մակարդակի վրա է փայլ։ Մենք այլ ընտրակ չունենք, կան փոփոխություն է, իսկ փոփոխության համար 3։ Ես ասում, եթե ընդդիմադիր լինեք։ Կտրեք այս մասը։ Հնարավոր է զրպարտություն տարածող լրատվամիջոցների ներդատի տակ իշխանությունների նման։ Իհարկե, չեմ կարծում, որ Civics AM-ի բյուջեն կերիքի, բայց մենք կդիմենք։ Պարոն Կարապետյան, բայց ես ուրիշ հարց էի տալի, ասում է, եթե դեմ չեք խնդրում եմ անցկացնեմ։ Ասում է, եթե ընդդիմադիր դաշտում լինեք դուք ընտրությունից հետո մանդատները կվերցնեք, թե ոչ։ Մենք փոխելու ենք այս իշխանությանը, որովհետև մենք իրավունք չունենք թույլ տալ
ադրբեջանցիների վերաբնակեցում մեր հայրենի Հերկվելա բան Կարապետյան, դուք կեղծ թեզով եք ուզում գալ իշխանության, տենց ոնց կլիներ։ Ոչ մի պայմանավորվածություն չկա ադրբեջանցիների Իսկ երկու օր առաջ Հիկմետ Հաջիևը ինչ էր հայտարարում։ Իսկ Ալեվի օգնականը ինչ էր հայտարարում։ Երկու օր առաջ։ Պայմանավորվածություն բան Կարապետյան Իսկ այսինքն Սյունիքի ճանապարհի պայմանավորվածություն եղել է։ Ճանապարհը եղել է, այո, դուք միջանցք եք Փաշինյանը ասում է դրա ճանապարհը։ Որ խնդրեմ Սյունիքի ճանապարհի մասին Մեղրիում Փաշինյանը ասում էր որ չի լինելու։ Միջանցք ասել չի լինելու։ Եթե խնդրեմ ես ուրախ եմ միշտ պատասխանել ձեր հարցերին, մենակ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար